Մսամթերքի ոլորտի բացարձակ առաջատար Աթենք մսամթերքի ընկերության նախաձեռնությամբ Գյումրիում կազմակերպվել էր բարեգործական ինտերակտիվ ներկայացում նախատեսված համայնքի երեխաների, մասնավորապես խոցելի խմբի փոքրիկների համար։ Միջոցառումը վերածվել էր ջերմ ու հոգատար միջավայրի, որտեղ առաջնայինը երեխաների ժպիտն ու տոնական տրամադրությունն էին։ Նախաձեռնության նպատակն էր ոչ միայն ամանորյա ուրախություն պարգևելը, այլ նաև պարզ, բայց կարևոր զգացողություն փոխանցելը, որ տոնական օրերին ուշադրությունն ու հոգատարությունը կարող են դառնալ ամենաթանկ նվերը։ Գիտեմ, եթե ես կարողանայի քայլել, ես կգնայի ու տեսնեի հեչեր կանայսարերի ձայնը։ Եվ որ ամենակարևորն է, կտեսնեի վերջապես ամանա։ Այս միջոցառումը կազմակերպեցինք, որպեսզի կարողանանք երեխաներին տոնական տրամադրությունը, այսպես ասած, ավելի վառ փոխանցել, նրանց օրը ավելի գեղեցիկ դարձնել։ Ծննդամթերքի ոլորտի խոշոր հարկատու Աթենք մսամթերքի ընկերությունն այս նախաձեռնությամբ հանդես է եկել սոցիալական պատասխանատվության իր շարունակական քաղաքականության շրջանակում։ Ընկերությունը տարիներ շարունակ աչքի է ընկնում մարդասիրական արժեքներով ու համայնքներին ուղղված վերաբերմունքով, իսկ Գյումրիում իրականացված բարեգործական նախաձեռնությունը հերթական դրսևորումներ այդ սկզբունքների ուղղված տոնական օրերին երեխաների համար ջերմ ու հիշվող միջավայր ստեղծելուն։ Մեր նպատակն է ոչ միայն մեր պատասխանատվությունը ցույց տալ օրինակ մեր արտադրության մեջ, այլ նաև ցույց տալ, որ մենք պատասխանատու ընկերություն ենք եւ համայնքների կողքին ենք ու ուշադրություն ենք դարձնում համայնքներին եւ մեր կապը ամուր ենք պահում նրանց հետ։ Միջոցառման ընթացքում երեխաները ոչ միայն դիտեցին ներկայացումը, այլև ակտիվ մասնակցություն ունեցան, դառնալով տոնական ծրագրի անմիջական մասնակիցները։ Նրանց համար պատրաստվել էին նաև խորհրդանշական նվերներ, գրքեր, ինչը ևս մեկ անգամ ընդգծեց ընկերության կրթական բաղադրիչի կարևորումը։ Ընկերությունը կարևորում է կրթության կոմպոնենտը առհասարակ եւ մենք համարում ենք, որ կրթության մեջ ներդրում անելը ռազմավարական նշանակություն ունի առհասարակ երկրի զարգացման գործում։ Ներկայացումից հետո երեխաները նշեցին, որ օրն իրենց համար լի էր ուրախությամբ եւ անակնկալներով, իսկ ստացած գրքերը հաճելի ու հիշարժան նվեր դարձան։ Մեզի համար այս ներկայացումը շատ լավն էր, ինձ շատ դուր եկավ ու հաստատ չեմ փոշմնե որ եկել եմ։ Ինձ շատ դուր եկավ, շատ շնորհակալ եմ։ Ման ներկայացում առաջին անգամ տեսնում։ Եվ հավանեցիր։ Հա։ Մենք այսօր գնաց թատրոնի մասին շատ սիրուն է եղել։ Շատ տպավորություններ առաջացավ եւ շնորհակալ եմ նվերքների համար։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով սոցիալական այս ձևաչափի նախաձեռնություններն ունեն շարունակական բնույթ։ Արդեն 2026 թվականից Աթենքը նախատեսում է նման ծրագրերը իրականացնել տարբեր համայնքներում, պահպանելով համայնքների հետ կենթանի կապն ու սոցիալական պատասխանատվության իր սկզբունքային մոտեցումը։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։